Պատկերացնում ես, բայց Ռեբեկայի դեմքը որ հասկանա։ Իբր դու ինչի որոշեցիր փոխվես։ Սիրտս տենց ուզեց։ Սրտիդ ձեռը լրիվ կրակն ես ընկել, հա։ Բայց դուք տեսեք ես Արամը պապիկի հետ ոնց լեզու կտակ, հա? Անկեղծ, ինձ մի պահ թվաց, որ պապիկը կարող է հետը շատ վատ խոսի, բայց բախտը բերեց։ Այ հեսա որ գա Ռեբեկան ու տեսնի, որ իր ասած դրես կոդով մենակ իրենք երկուսով են հագնվել։ Այդ ժամանակ պապիկին երանի ենք տալու։ Ինչ դրես կոդ։ Ոնց, չգիտեի։ Էլկա ջան, ես չեմ հասկանում, դու միշտ ես տենց արագ-արագ խոսում, հետո նոր մտածում։ Արամ ջան, բա ուրիշ ինչ կա, լավ է սախմել։ Հա, լավ։ Հասկացանք։ Էլկա ջան, ներողություն։ Ես եկա։ Ասենք կարաս մի քիչ կամած գաս, որ չվախենանք, Ռեբեկա ջան։ Ես եկա, սենց լավ է։ Շատ լավ է։ Ապրես միշտ սենց լսող եւ հնազանդվող կին լինես։ Արևը ոնց որ լավ խփելա գլխիդ, հա։ Բայց ինչ եք բոլորը տարբեր հագուստներով։ Այսինքն Սար դրես կոդ չկար։ Ճիշտն ասած, չէ։ Արամ, Ջան, ոնց կբացատրես։ գիտես ոնց, ես սիրում եմ ընդհանրապես որ զույգերը տեղ են գնում, նույն ձև են հագնվում։ Ու ես էլ քեզ ասեցի, դու էլ ոնց որ նոր շեշտեցի, լսող եւ հնազանդվող կնոջ նման ընդունեցիր։ Իսկ կտրող ծակող գործիքներից ամենաշատը ինչն ես սիրում։ Ասենք, ինչի ես մեր նեղ ընտանեկան հարցերը հիմա ստեղ բարձրաձայնում, Ռեբեկա ջան։ Վայ։ Սպասյոլո։ Վայ։ Ուր ես փախնելու, հերիքա կանգի ասեցի։ Երեխեք, բայց Արամը գնալով ավելի շատ է սկսում դուրս գալ։